Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Մենակ կլինիկական ապուշը կհավատար, որ Նիկոլին կարելի է օրինական ձևով հաղթել, էլի։ Սահմանադրական եղանակով։ Սա ինձ համար նորություն չէր։ Ես պարզապես ասելիք չունեի, ես իմ ասելիքը ասել էի հենց միջև ընտրությունները։ Ես նույնիսկ մի տարի առաջ ասեցի, ես ուղիղ եթերում էշի պես կզռամ, եթե դուք Նիկոլին հաղթեք։ Որոշ քաղաքական ուժերի սկսած են Խլեշի սպարապետից միջև ընդեղ ով էր Էդմոն Մարուքյան, բան Հայկ Մանասյան, մի խոսքով նրանց ասում են, լսեք, դուք եթե ինչ որ մի տոկոս ասում եք 5% էր, 7% է, հաղթահարեք, ես էշի պես կզռամ ուղիղ եթերով։ Իրանց եմ ասել։ Հրապարակային եմ ասել։ Եթե չալարեմ կգտնեմ այդ իմ ձայնագրությունները կդնեմ, ասենք կոմենտարիաների մեջ, էլի այդ երրորդ ուժի այդ մասին, որ սկսեցի խոսալ։ Ինձ որ սա իմ համար անակնկալ չէր, ես ամեն ինչը ես ընթացքում դուք լսել եք, ասել եմ, որ Նիկոլին կարելի է հաղթել մենակ փողոցով, փողոց գեներացնելով, 100 հազարավոր մարդկանց օգնությամբ, որ դուրս գան փողոց։ Ասեցին, իր գրիշնել է իր ձեռքը թուղթնել, ոնց կուզի կնկարի։ Ու տենց էլ արեց, իմ ասածների համեմատ, ես ասացի կարող է 200,000 ջնջի, իբր Ռուսաստանից եկած խախտում, էլի ընդրակաշարքով։ Բայց դեսա Գագոյին արանքից սղացրեց, նրանց հետ պայմանավորվեց։ Ով գիտի Գագոյի հետ էլ է մի բան պայմանավորվել, ժամանակը ցույց կտա։ Բա ես էլ եմ ասում, Նիկոլին մի ձև կարելի է հաղթել փողոցով, ձևավորելով իրական երրորդ ուժ, այլ ոչ թե ձևական ինչ որ լնգ ու լավազներ, որ իրանց հայտարարեն երրորդ ուժ։ Այսօր տեսեք, մեզ ժողովրդին խափեցին այս սրիկաները։ Ու մի բան ասեմ, ոնց կարող արա մի ազգ, որ իրան համարում է ամենաիմաստունը, ամենախելացին աշխարհում, ամենա տաղանդավորը, այսքան քրոնիկ բան է դարձել մոտ էլի, հիվանդություն խափվել, անընդհատ խափվի։ Տեսեք, անընդհատ խափում է ապուշը։ Ապուշը ու հիմարը անմեղսունակը, իդիոտը։ Դուք մի րոպե կարող է շփոթում եք, մենք միգուցե աշխարհի ամենաիդիոտ, ամենաապուշ, ամենաանմեղսունակ, ամենահիմար ազգն ենք, որ մտածում ենք աչքերով ու ականջներով, կարևորը մեկը գովահային, մեկը հային գովի, բայ, ով գովի ձեզ, տեսեք, դրա համար ինձ չեն սիրում շատեր, էլի։ Հելնես մի քիչ գով կանես, ասես դու ամենահզորն ես, դու ամենալավն ես, դու ամենաիմաստուն Աստծո օրհնյալ ազգն ես։ Վերջ, ուղեղ անջատվում է, շալվարները իջացնում են, քամակը ծծում կայնում։ Այդ դրա համար այսօրի ենք։ Դրա համար ճիշտ խոսացող ինպես մարդը ձեր դուրը չի գալիս։ Ձեր դուրը գալիս է խափեփա մաշինիկը։ Հələ եկեք մի հատ լսենք այդ Նարեկ Կարապետյանի այս մի կտոր իր բանից, հələ լսեք։ Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի անգամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո մի ամբողջ կուսակցության, Բարգաչ Հայաստան կուսակցության 50,000-ից ավել ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում Ալիևի պահանջով։ Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել։ Լսեցիք։ Լսեք, Նարեկ Կարապետյան, Խարեպ, լսիր, քեզ մարդիկ ընտրում էին, լսում էին, որ դու գաս հաղթես Նիկոլին։ Ռուսաստանը, նույն Կրեմլը հույս էր դրել քո վրա, որ դու պետք է հաղթես Նիկոլին։ Այլ ոչ թե խանգարես Նիկոլին, որ նա չձևավորի սահմանադրական մեծամասնություն, ու որ Ալիևի հրամանով չփոխի բանը, սահմանադրությունը։ Լսեք, հեսա մի քանի հոգի ձեր տարած ձեր մոտ այնքան ծպրադաժնի ублյուդը կա, հեսա սաղ ինձ մի քանի հոգու կհավաքի կբերի իր դաշտ, ոնց անցյալում արեց, նամանավան դաշնակներից, վայ։ Ու տեսեք, սահմանադրական մեծամասնությունը ոնց կկազմի։ Իսկ դու այս քո եթերով արդեն ներկայացնում ես իբր սա հաղթանակ է։ Մնում էր սալյուտ խփեիր, շամպայն պայթացներ, ասեր մենք հաղթեցինք, Նիկոլը չստեղծեց սահմանադրական մեծամասնություն։ Երբ որ ընկած արես մի ամիս չելես, կես տարի արդեն սազանդարներիդ հետ միասին, ամսի 8-ից Նիկոլը չի լինի, վերջ, սա վերջն է, Սամվել Կարապետյան, Սամի լուչի նаш ծար կլինի, Սամի լուչի սպարապետը կլինի մեր, Սամի լուչի վարչապետ։ Սամվել Արզաքանդյան, այ կներեք։ Ու այս սրանք դուք խափեցիք համ հայ ժողովրդին, օգտագործեցիք նրանց այդ քվեն։ Արտուրը շատ մի ճիշտ բան է ասում Համբարձումյանում, ասում է հայը ունի ընտրելու իրավունք,
բայց ոչ ընտրության։ Ընտրության իրավունք չունի։ Շատ ճիշտ բառեր է։ Տարակ մարդկանց ձեր այդ օգտագործեցիք կոնթոնի պես։ Լսեք, սա բժշկական տերմին է, որ վաճառվում է դեղատներում, սա հայհոյանք չընդունեք, էլի, ինչպես ներարկիչը, ասպիրինը կամ կաթետրը, էլի, կամ կլիզմա։ Նենց որ ազգին դուք այս ձև օգտագործեցիք ձեր հետևորդներին։ Նայեք, մենակ Նիկոլ Փաշինյանի ընտրողը չի դավաճանվել։ Մնացածը բոլորը դավաճանվել են։ Օգտագործվել են այդ կոնթոնի պես եւ նետվել դուրս։ Ու հիմա նայում ես ինչքան լնգու լավազ կա, ինչքան մոլորված, խառնված, ընկած աղերսում են այս տականքներից, որ սրանք մանդատները չվերցնեն։ Սրանք վերցնելու են մանդատները։ Այս սրանք խաբեցին նույն Ռուսաստանի։ Սրանք խաբեցին, Ռոբերտ Քոչարյանը խաբեց, Սամվել Կարապետյան, Գագոն խաբեց Ռուսաստանին, որ իրանք ներկայացրեցին երև իրանց ուժերը, որ իրանք հարգանք, պատիվ ունեն, էս ունեն։ Սրանք համ մեզ խաբեցին, համ ժողովրդին, համ Ռուսաստանին։ Ես չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ նույնիսկ այս արգելքները, այս մրգի, բանջարեղենի, ծաղկի, ջերմուկի, հենց Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի խորհուրդով է Ռուսաստանը արել։ Ես չեմ զարմանա։ Ես մի բան ասեմ, ես ինքս հետևում եմ ռուսական հենց քաղաքական գործիչներին, հենց պրո Կրեմլի, ասենց ասած, էլի ոչ թե ընդդիմադիր, այլ իրանց ներսի դաշտի իրանց այդ վերլուծաբաններին։ Նրանք վաղուց են ասում, որ այդ մտրակի համակարգը չի աշխատում, չի աշխատել, էլի, որ պետք է Եվրոպայի պես մենք բրյանիկով գնանք, ոչ թե մտրակով։ Դա հենց իրանց վերնախավն է խոսացել։ Ու զարմանում եմ, որ իրենք նույնը կրկնեցին։ Ես ապշած եմ, դա նույնիսկ արդեն պրո Կրեմլի այդ փորձագետներն են ասում են Կրեմլը սրանով աջակցեց հակառակը Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե սա խորհուրդ էին տվել հենց սրանք, այս վիժվածքները, ես օրինակ ինտելեկտ լիներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Արձաքանդյանի մոտ, նրանք կասեին Կրեմլ, եկեք մի ուրիշ բան անենք, էլի ժողովրդի սիրտը շահելու։ Ես սենց կդիմեի։ Նույն իրենց այդ դեսպանի միջոցով որ Հայաստանում ում հետ որ կապ ունեն էլի դե Մոսկվա իշխանությունների հետ կասեի եկեք Նժդեհի մարմինը տվեք մեզ Նժդեհի այդ մասունքները բերեք մեր օգնությամբ հանենք այդ Վլադիմիրսկի օբլաստի ընդեղ ինչ որ միտեղ թաղված այդ բանտի գերեզմանատանը եկեք տվեք մեզ այդ ոսկորները մի տոպրակ ոսկորը տանենք այս մարդուն մեր ժողովուրդը սիրում է թաղենք Հայաստանում Դուք տեսեք, եթե սա աներ ինչ-որ մեկը, նախ փառք ու պատիվ կհավաքեր հայ ազգը սիրում է տես բան։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անունով արձաններ կկառուցեին, դպրոցներ կվերանվանեին Հայաստանում, փողոցներ կկոչեին Վլադիմիր Պուտինի անունով։ Եթե նա տար Գարեգին Նժդեհի մասունքները։ Այդ մարդն էլ կգար իր հայրենի հողում, իր Սյունիքում կամ որտեղ հարազատները կորոշեն, այնտեղ կհուղարկավորվեր։ Այսպես մի քայլ անեին, հավատացեք, սա լրիվ ուրիշ էֆեկտ կունենար։ Ժողովուրդ ջան, ես ինտելեկտով եմ մտածում, ես կրկին ասեմ, էլի, ես դալբայոբ չեմ մնացածի պես, էլի։ Այսպես կլիներ, եթե իրանք իսկապես լինեին, մտածեին, չխաբեին Ռուսաստանին։ Ես չգիտեմ, ես գիտեմ, ինձ հետևում են, իրանք վերլուծություն անում են այս ամեն ինչը։ Տեսնենք ինչ կլինի, ոնց կպատասխանեն։ Նա հենց հիմա մոլորության մեջ գցեց հենց Կրեմլին, որ միջև հիմա չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ամսի 19-ին էլ ինչ որ Նիկոլի այդ սահմանադրական դատարանը պետքա ինչ որոշում կայացնի։ Հենց որ ժողովուրդ ջան, սա մենք խորը վերլուծության կարիք ունենք այս ամեն ինչը մեր մտածելակերպը։ Այս ոնց է դարձել մեր մոտ սա դարձել արդեն պաթոլոգիա խաբվել, հասկանում եք, սա ինչ որ մի ազգային դեֆեկտ է դարձել։ Մեր մոլորվել է անընդհատ։ Ես լսում եմ, ես ախր սա աբսուրդի ժանրից է։ Ես երեք օրինակ տեսել եք, որ կիսվում եմ Արտուր Համբարձումյանի խոսքով եւս, լսեք, մենք փնտրում ենք մարդկանց, ում միջոցով, ում օգնությամբ կարող ենք սկսել ձևավորել մի ազնիվ ուժ, երրորդ ուժ։ Ես երեք իր այդ եթերով կիսվել եմ եւս իր բոլոր խելագարվում ես եւ լսում ես թե Արցախում ինչ կարգի
հանձնելուց առաջ ինչ կարգի դավաճանական այդ փողեր են մսխվել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հենց այդ համակապակցված դաշնակների, Սերժ Սարգսյանի փեսաների միջոցով, նրանց այդ զորավարները, հայրենասեր գեներալները, իմ հրամանատար Աղաբեկյան Արտուրը ոնց է միլիոնները ջրել այնտեղ, ոնց են այս ամեն ինչը արել, այդ Շահրամանյանի միջոցով, նրանց այդ դուք լսեք էլի երեկվա այդ ու այս ամեն ինչը ես գիտեի, դե սա շուտվանից ենք խոսում, լսում, հասկանում, դրա համար սա պարզ վերլուծություն էր պետք, որ լսեք ախր այս մի ձեռով, այս մյուս ձեռը չես կարող ջարդես, էլի հասկանում ես։ Չես կարող բռնես այս ձեռից հետ քեզ տանես բանտ կամ քրեական գործ հարուցես։ Ու ելեմ ու ես այդտեղ անընդհատ որ մեր ժողովուրդը ով պետք է փրկի, ոնց անենք։ Ժողովուրդ մենք պետք է անենք։ Ոչ մի մեծահարուստ կամ օլիգարխ, ինչ որ մեծենատ, ոչ մեկ չի գալու կանգնի պետության կողքը։ Ձեզ թվում է Գագիկ Ծառուկյանը իր գրպանի մասին է մտածում առաջինը։ Իր ունեցվածքի, իր կալվածքների, իր էտա։ Ամբողջը բոլորը իրենց, լսեք, օլիգարխը չունի ինչ որ մի բան, էլի, ինչ որ արժե համակարգ, հազվադեպ է լինում։ Մեծահարուստը ունի փողն է, այդ Բենջամին Ֆրանկլինն է, նրանց սուրբը։ Մենք ժողովուրդս պետք է անենք։ Որ թե ուզում ենք մի բան փոխենք, թե ուզում ենք սրանից բրցնենք։ Մենք պետք է ձերբազատվենք հայի տականք տեսակներից։ Հայի տականքներից։ Դա ամենա սարսափելի բանն է, ամենավնասատու կերպարները դրանք հայի տականք տեսակներն են։ Եթե վերցնես իշխանավորներին, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դրանք տականք չեն, նրանք քաղաքական հանցագործներ են, պետական դավաճաններ, կաշառակերներ, մի խոսքով։ Հոդվածներ կա, քրեական օրենսգիրքը ձևի մարդկանց ունին նկարագրած, նրանք տականք չեն։ Տականքը այն մարդն է, որը ում վրա չկա քրեական հոդված, բայց նա իր բանով սրիկ է։ Ու տեսեք, մենք պետք է պայքարենք այդ տականքների հետ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանք հարազատներ, դրանք այդ այսբերգի, սենց այդ այսբերգ ոնց է հայերեն, սարսափեկորի գագաթն են, երևացող մասը այդ որ Նիկոլ Փաշինյան կամ բան, էլի այդ ընդհանուր մի բան է։ Իսկ տականքը դա այդ չերևացողն է, ով շատ համակրելի է, շատ բարետես է, շատ համոզիչ է։ Այդ դա է տականքը։ Ով մոլորեցրեց ժողովրդին, մոլորեցրեց այսքան ամիսներ, այսքան տարի։ Սկսած այն արվամոլ սպարապետից վերջացրած այն ուբլուդակ դիրիժորի դրան անդրադարձել են։ Այս մարդիկ փորձեցին, օգնեցին, պարակտեցին հասարակությունը, օգնեցին Նիկոլ Փաշինյանին վերարտադրվի։ Ես հիմա բոլորին հրավիրելու եմ, տեսեք, բանի ժողովրդական դատի հրապարակայնորեն անունները տալու եմ, կանչեմ ինձ հետ զրուցեն, ռացիոնալ հարցեր տամ, այլ ոչ թե խոտակեր լրագրողների պես նստեմ, ասենց գլուխս տպտպած դեմ, այս ոնց եղավ, վայ, ասենց անեմ, չէ, դրամաբանական հարցեր։ Թե ինչ, որն էր իրանց դրամաբանությունը, այս էր պատճառը, որ ես են ուբլուդեք դիրիժորին, այդ խեռախորոպին հելը, որ արդեն ստեղս հասավ։ Երբ որ ես, տեսեք, ընդհանրապես ուղիղ կապի դուրս չի եկել։ Հիմա հրապարակայնորեն ես կհայտարարեմ, շատ կուլտուրական, հետո թող հրաժարվեն։ Ես դիրիժորին ինչ է ասում էի, լսեք, մենք պետք է այդ երրորդ ուժը, որ ձևավորվի սրանց վերջը, դա պետք է մի ուժ լինի։ Այլ ոչ թե ինչ որ մի քանի տարբեր ոչխարների դու բերես ցույց տաս։ Դա պետք է դու աղցանց պատրաստես կամ մի ուտես, որտեղ պետք է ադբորնի ապրանք դնես, այդ քաղաքական ուժը ստեղծելուց, որ ժողովուրդը հավատա, որ 100,000 մարդ դուրս գա փողոց ավելներով ու սրբի Նիկոլին, սրբի Քոչարյանին, Սերժին։ Ես էս էի ասում, այդ ուբլուդակ դիրիժորին։ Բայց ուբլուդակ դիրիժորը նույնիսկ չուզեցավ խոսել։ Իմ խոսքը իրան ուրիշ մարդիկ էին հասցնում, որ լսեք, մի հատ մտածեք, միգուցե այդ ձևի մարդկանց միջոցով գործիչներին հավաքենք իրար հետ, լինելով այդ հրապարակային դաշտում հայտնի մարդիկ։ Ես այս հարցով շատերին եմ դիմել։ Նրանք ինձ գոնե պատասխանել են, նրանք կապի դուրս են եկել, իսկ այս դիրիժոր խեռախորոպ ուբլուդակը նույնիսկ կապի չի դուրս եկել։ Երբ որ ասում են արյան երթվյալների հետ գաղափարի ժամանակ,
Իսկ այսօր տեսեք ինքը ում առաջ տարավ Գուրգեն Սիմոնյանը, քանի տարի գովազդում էր, որ նրանք 2% շեմը հաղթահարեն, տեսեք, թաքնված բան կարես ընտրություններում, բոնուս 2%։ Ինչքան մարդ ձայնա տվել տարին 1000 դրամով ստանալու էլի։ Գցենք 35000 մարդ ձայնա տվել, գցենք բանին 35 միլիոն դրամ տարեկան։ Դա համարյա $100,000 փող է։ Այդ նույնն ինքը վիզ դնում այդ բանը ինչ էր, այն դեմ են բոլորինի համար, որ նրան ռասկրուտկա աներ, դեմ են բոլորին, որ 9 օրում, կարծեմ թե 12 օրում ձևավորված կուսակցություն գրանցված, ում հիմնադիրը Ավինյանի բանն էր, Անիֆի ժամանակ նրա օգնական, էլի, ԿՊ-ական։ Սպայդերմենի շորերը ինչ որ հակնին մանգան։ Այս նրանց է ռասկրուտկա անում, տեսեք, հայ տականքը ոնց է, նայում եք դիրիժորի դեմքին, տեսեք, հայ տականքը սա է։ Երբ ինքը հրաժարվեց իմ ռացիոնալ առաջարկին, իմ ռացիոնալ առաջարկը ո՞րն է, լսեք, նորմալ մարդկանց բերենք դաշտ։ Ու մենք օգնենք, եթե Միշիկի լրատվականները սկսած Arm Comedy-ից միջև, չգիտեմ, հմեք, բոլորը ծառայում են ռեժիմին, Սերժ Քոչարյան, Տաշիր, Նիկոլ, վերջ։ Նրանց նպատակը նա է, որ դաշտում նոր մարդ չհայտնվի։ Ով էլ հայտնվի, իրանց կոնտրոլի տակ լինի։ Ու այսպես պետքա բոլորը պատասխան տան, ովքեր գովերքում էին, համոզում էին մարդկանց գնան ընտրության։ Համոզեցին մարդկանց, որ գնան ու ծախվեն, ոչ թե ծախվեն, այլ դավաճանվեն։ Համոզում էին նույն ձև ոնց որ 100 տարի առաջ համոզում էին գնացեք թուրքը լավն է, այսա կգա ձեզ եկեղեցուն կորշնի։ Տանուն թուրքը եկեղեցու միանգամից վառում էր։ Այսպես համոզողների շնորհիվ։ Ու հիմա նույնը համոզում էին, որ Սամվել Կարապետյանը փրկիչ է։ Գագիկ Ծառուկյանը փրկիչ է։ Մեծ ճառեր կարդալով էլի, լսեք ժողովուրդ, ես գորշ բջիջները մտածելու համար է։ Մեկը չասես, տեսեք նույն Լևոն Բաղդասարյան Նիկոլի հետ գնաց հարցազրույցից իրան էլ եմ կանչելու։ Բայց Նիկոլին ու Նարեկ Կարապետյանին չտվեց հարց, որը նույնիսկ Վարդան Ղուկասյանն է բարձրաձայնել։ Այդ ոնց է եղել, որ Տաշիր Սամվել Կարապետյանը ադրբեջանցիքի վրա է ծախել հեկերը, հետո եկել Նիկոլից կոմպենսացիան ստացել, ավելի շուտ բանկն է այդ կոմպենսացրել, Նիկոլն էլ Ռոբերտ Քոչարյանի բանկի միջոցով բանկին հետա տվել այդ 30 միլիոնը։ Այս հարցը չտվեց Նիկոլ Փաշինյանին։ Չտվեց։ Լևոն Բաղդասարյանը, դե հիմա ինձ հարց, այն որ այդ Վարդան Ղուկասյանն էր, ինչի գոնե դա չբարձրաձայնեցիր։ Այդ դրա համար սա թեման մեծ է շատ, սրա վերլուծությունը շատ երկար ժամանակ կխլի մեզանից։ Դա առանձին հաղորդման հարց է։ Ու իրանք բոլորը պետք է հրավիրվեն իմ հարթակ պատասխանելու։ Ժողովրդի դատին։ Մենք պետք է տականքին առանձնացնենք, գտնենք որն է տականք, որը պարկեշտ մարդ։ Ես հիմա միայնակ վճիռ չեմ կայացնում, դա ընդհանուր կկայացնենք։ Ես հիմնավորեցի այդ միակ վճիռը, որ եղել է Խերախորոբ ուբլուդեկ դիրիժորի Վարդան Հակոբյանին հասցրին։ Եթե կան իր աջակիցներ, իր փաստաբաններ, դուրս եկեք իմ հետ կապի։ Իմ հեռախոսահամարներ ամեն ինչ կա։ Ես ոչ մեկից չեմ խուսափում, ոչ խոսելուց իմ ինտելեկտի բանի հաշվին։ Իսկ ես հիմա պետքա չափեմ բոլորի ինտելեկտը, տեսնեմ, թե նրանք ունեն այդքան ինտելեկտ, որ հասարակություն ուղղորդեն։ Ոնց որ հիմա ուղղորդեցին դեպի այս խայտարակ բանը, ժողովրդական պարտություն։ Հենց որ տեսեք, ես երկար չեմ սիրում ձայնագրեմ։ Մի քանի բան էլ ասեմ, տեսեք, Նիկոլի ընտրողը չի պարտվել։ Նիկոլի ընտրողը գնացել է գիտակցելով այդ ընտրության։ Բայց բռնաբարվել է, խաբվել է, խոշտանգվել է այդ մարդիկ, այդ մարդկանց ձայնը, այդ մարդկանց հավատը, հույսը խոշտանգել են այս մնացած 17 ուժերը։ 17 Նիկոլից բացի այն Ուրիխանյանն է վախտին թռավ։ Բոլորով խոշտանգել են հայ ժողովրդին։ Օգտագործել են քոնթոնի պես եւ դեն նետել ամսի 8-ին։ Թատրոններ ձևակերպելով։ Իսկ Նիկոլի հետևորդին հիմա մի բան կմիացնեմ, եկեք լսեք հələ։ Նիկոլի հետևորդ, ես ձեր հետ եմ կապի մեջ, դուք էլ կաք ինձ հետևորդների շարքում։ Ինձ վիրավորում էին, այս վերջերս հոդված էի գրել Նիկոլի հետ կապված, որ ինչքան ես կրկնվելու։ Հիմա մի հատ էս խոսքը լսեք Նիկոլի։ Անհեթեթե ընտրակաշարք բաժանողներին երկրորդ, երրորդ շանսը տալու դրամաբանությունը։ Ընտրակաշարք բաժանած ուժերին այլևս որևէ շանս
չի տրվելու։ Վարչապետի գնահատականով սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ։ Լսեցիք։ Հիմա ինձ մի բան ասեք, մի հատ ուղեղով մտածեք, ախպերներ ջան, քույրեր ջան, լսեք, մենք պետք է համախմբվենք, ես ատելություն չեմ տարածում ոչ մեկի մեջ։ Նիկոլը 18 թվին եկավ սրանց մերժելու, այդ կրիմինալը, այդ օլիգարխիան, տեսեք, 18 թվի լոզունգները Նիկոլի։ Բանը, ինչ էր անունը, այդ անդրակաշարքներ, բան, այդ ամեն ինչի համար մերժեցինք Սերժին, բերինք Նիկոլին։ 21 թվին ստացավ փոխպատե մանդատ, որ այս ամեն ինչի դեմ պայքարի։ Հիմա եկել է 26 թիվը, լսում եք, ինչ հայտարարեց ես, ասում է, բանը, ժողովուրդը տվել է իր քվեն, որ այլևս սրանք չմասնակցեն ընտրությունների, չլինեն քաղաքական ասպարեզում, թե ձևի ձևակերպեց, արդեն մոռացա։ Լսեցիք։ Դե հիմա մտածեք ժողովուրդ ջան, թե սա ով է։ Մտածեք ու ինձ վիրավորական բաներ մի գրեք, որ ես ասում եմ, լսիր, ինչքան պետք է մեզ էշի տեղ դնես։ Հիմա սրանով հաջողություն վերջում էլի կմիացնեմ այդ իր վերջի բառերը, մի հատ է լսեք։ Ու ձեր կարծիքը գրեք։ Նամանավանդ նիկոլականներ, գրեք, Նիկոլի ընտրողներ։ Այսքան է այսօր, մնացածը հետո, մեծ աշխատանք կա տանելու։ Շնորհակալություն։ Անդրակաշարք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու։ Վարչապետի գնահատականով սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ։